Երեք տապոկություն են զանգել, ստենդավորված մարդն է, հակացել է։ Սիրելի հայրենակիցներ, ողջունում ենք բոլորիդ, այս պահին գտնվում ենք Վարդաշենի 9-րդ փողոցի 70 հանրակացարանի հարակից տարածքում, այստեղ է Մայր Հայաստան խմբակցությունը բնակիչների ահազանգով եւ հիմա ձեզ կներկայացնենք, թե ինչու է կայանում բուն խնդիրը։ Խնդրեմ ներկայացրեք։ Բուն խնդիրը այս ցեխը, այս գլխավոր ճանապարհն է մեր, որ մտնում է դեպի շենք։ Երեք տապոկություն են կանչել այս վիճակն է, այնտեղ ինչ որ գազ են քաշում, ամբողջ կենտրոնական ճանապարհը ցեխի մեջ է։ Ստեղ այս վիճակն է, ոչ մեքենա է մտնում, ոչ երեխեքին դպրոց են ուղարկում, ոչ տապոկություն է գալի։ Մի խոսքով, այսինքն անիրավ վիճակի մեջ ենք մնացել։ Չենք հասկանում ինչ պետք է լինի մեր վերջը։ Այսինքն վաղ առավոտյան ավելի դժվար ու անանցանելի է, չէ՞ լինում երեխաները։ Խուղ է լինում, երեխեքին մութ է լինում, լույս չկա, լույսը բացված չի լինում, ոնց ուղարկենք երեխեքին։ Մինչև բուգներս արդեն կոկորտներս արդեն ցեխի մեջ են, խանութ չեն կարում։ Բնականաբար առևտուր անելուց հաստատ չես կարող մենակ ձեռքով վերջերը գազ տաքսին էլ հաստատ այս ճանապարհը չի մտնում։ Ուզում է 2000 դրամ ավել գումար տաս, մարդիկ չեն մտնում այս ճանապարհով։ Այսի ճանապարհ չի։ Սա լուրջ խնդիր է, որը հրատապ կարգով լուծում է պահանջում եւ քաղաքային իշխանությունը պետք է գտնվի կոմպետենտ, պատասխանատվություն զգա, գալու եւ քաղաքացիների աչքերի մեջ նայելու եւ այս խնդիրը շատ արագ հրատապ կարգով լուծելու։ Չի լինում այսպես անհնարին է։ Մի օր ջուրն է կենտրոնական փողոցով գնում, խնդրում ենք թաղապետը վերեց, փակեց, սարքեց, վերեց ինչ որ ասֆալտի բան լցրեց, հենա սա ողոպի հետ գնաց։ Իմաստ չկար իրանց լցնելը։ Մենք թաղապետից նշ չի որ ասել ենք մարդը արել է, բայց այս վիճակը ահավոր է։ Էլ չեմ ասում են կենտրոնականը։ Սենց չի կարելի, 18 տունը ինչ էր, որ չբարելավեցին, վերաբնակեցնեն այս խեղճ ու կրակ ժողովրդին, ոչ գազ ունենք, ոչ այդ մենք շինաղբից ցախ ենք բերում, վառարաններով վառում ենք, այս որ դարնա, այդ օդը, այդ զիբիլի օդը մենք շնչում ենք, չեմ հաշվում էլ ցեխերի ու հանքերի փոշին։ Ամբողջ պարոն Ավինյանը ամբողջ օրակարգում խոսում է օդի մակարդակի։ Օրինակ հիմա մենք զգում ենք այդ ինչ որ տհաճ հոտ է գալիս օդի մեջ։ Դա մեր փեջերի օդն է, որը շինաղբ ենք վառում։ Հասկացանք։ Շինաղբը գնում ենք ընդեղից ցախը բերում ենք, ուրիշի սերվանտները, ասենք պարկետները, ձութոտ, այդ ենք վառում, բայց։ Դուք աղբի մասին էլ բողոք ունեիք, չէ՞, աղբամաններ չկան տեղադրված։ Կենտրոնականն ենք վերելու դնենք, այս վերջացնեն։ Բայց կենտրոնականը մենք չենք կարա գնանք գանք, այս ճանապարհով ոնց գնանք գանք։ Ասում եմ աղբատարա մեքենան չի մտնի։ Կամազները մտնում են, այդ մեն շին աղբան դեղ թափում են, հետ են գալի։ Դուք բա հիմա ոնց եք օգտվում աղբահանությունից, ոնց է իրականացվում։ Ենք օգտվում։ Նորից գումար ենք հարավաններով մաքրել են տարածքը, որ էլի զիբիլը կանեն չմցեն փոխ։ Զիբիլը մի խոսքով։ Հանել են միջև շոր։ Էսի շորշ է։ Ալա մերքին, էսի չա։ Տեղեկացնենք, որ մենք գտնվում ենք Երևան քաղաքում։ Սա Երևան քաղաքն է։ Ամբողջ օրը օդից է խոսում պարոն Ավինյանը։ Բարեկես առաջ խոսք էր տվել, բայց 18 տունը ինչ էր, որ ձեր համար մի բաժակ ջուր խմելու պես բաներ է, սա հարցը լուծելու։ 2 շենք չէր, 3 շենք չէր։ Երբ որ խոսում են օդի աղտոտվածությունից, խոսում են, որ կրակ են վառում։ Հենց խնդիրը դրանում է, իրանք մինիմալ պայմանները չեն կարողանում ապահովել, հետո դժգոհում են, որ օդը կեղտոտ է։ Հիմա այս մարդիկ պետքա տաքանան, այս մարդիկ ունեն այդ խնդիրը, գազ չկա, հոսանքով շատ թանկ է ստացվում, կամ էլ հոսանքների մալուխներն են վառում։ Մեշոկով ենք բերում։ Եվ 21-րդ դարում անգամ աղբահանության աղբամաններ չկան, որպեսզի մարդիկ կարողանան աղբը թափել հավուր պատշաճին։ Դե հիմա տեսեք, աղբահանության արժեքը թանկացրեցին, փոխարենը պիտի լուծեին այս խնդիրները։ Հետաքրքիրն է, որ միլիարդից ավել մենակ մայրուղիների վերանորոգման համար են տրամադրել, որ իհարկե այս փողոց չկա։ Մենակ քաղաքի կենտրոնի մասին է խոսքը։ 3.5-ից 4 միլիարդ դրամ, այո, տրամադրել են ընդհանուր փողոցների վերակառուցման, վերանորոգման, որ էլի այս փողոցները չկան։ Տոնածառի լույս քիչ մի հատ դնել, միլիոնավոր գումարները մսխվում են։ Վերաբնակեցնեն, երեխեքը դպրոց չեն գնում, անգրագետ ենք մեծացնում։ Ու հետաքրքիրը նաև գիտեք ինչն է, որ երբ որ ահազանգում ենք, ասում ենք նույն փողոցը 10 անգամ ասֆալտ եք անում, մի արեք գնացեք ուրիշ տեղեր արեք, բա ոնց կլինի այդ փողոցով Ալեն Սիմոնյանն է երթևեկում։ Խոսքը լեր կամսար փողոցի մասին է։
Անա Սիմոնյանն է երթևեկում, մենք էստեղ ենք երթևեկում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս ինչ վիճակում եք երթևեկում։ Շատ ահավոր է, այդ բնակիչ է։ չեն գալիս։ Այս հասնես դու։ Հա, այս ինչ են արել։ Կենտրոնական փողոցը գազը քաշում եմ, այն օր պրարաբին մոտեցել եմ, ասում եմ մենք բացելու, փակելու տերն ենք։